Ոչ կանոնադրային հարաբերությունները միանշանակ շատ մեծ դերակատարություն են ունենում ընդհանրապես բանակում թե տարբեր վատ վերաբերմունքի, բռնության դեպքերի, թե նաև հետագայում մահվան դեպքերի ու դրանց քանակի ավելացման տեսանկյունից եւ որքան էլ որ իրապես աշխատանքներ տարիների կտրվածքով տարված լինեն ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու առումով, բայց ես պետք է արձանագրեմ, որ դրանք շարունակում են պահպանվել. Ես չեմ կարող ասել, որ նույն ծավալով, ինչ օրինակ շատ տարիներ առաջ էր, եւ նաեւ ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ կա հանձնառությունը եւ կամքը համակարգը փոխելու, բայց միանշանակ է, որ համակարգում դեռևս շարունակում են պահպանվել այս խնդիրները, ընդ որում դրանք ոչ կանոնադրային հարաբերություններին բնորոշ հարցերն են, ավելի նաեւ քրեական ենթամշակույթին որոշակի առումով բնորոշ տարրերով. Եվ այս ամենի վերացումը ենթադրում է հստակ հանձնառություն ոչ թե պարզապես մի դերակատարի, մի սուբյեկտի կողմից, այլ զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից, առաջին հերթին շատ կարևոր է հրամանատարական կազմի վերաբերմունքը այս ամենին, եւ նաեւ պատասխանատվության մեխանիզմների ճիշտ կիրառումը, որովհետեւ եթե մարդիկ տեսնում են, որ իրենք շատ հանգիստ կարող են ունենալ նման վարքագիծ եւ որևէ կերպ պատասխանատվության չենթարկվել, ընդ որում խոսքը իրավաչափ պատասխանատվության մեխանիզմների մասին է, բնականաբար այս պարագայում նրանք եւ նրանց պես շատերը, ովքեր նաեւ այդ ամենը իրենց համար տեսանելի ունենում են աչքի առաջ, իրենք շարունակում են այդ վարքագիծը